Մեքենաները թերի լիցքավորելու համար հերթական գազալցականին Գեղարքունիքում մի քանի օր առաջ են տուգանել։ Խախտման համար ԱԳԼՃԿ-ներում նաև ցուցանակ է փակցվում, որ բոլոր վարորդները տեսնեն եւ տնտեսվարողն ամաչի իր արածի համար։ Պատժի այդ մեթոդն էլ սակայն բիզնեսին դեռ որ քիչ է փոխում։ 2025 թվականի ստուգումների արդյունքներն է ամփոփում շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարը։ Հեղուկ ածխաջրածնային գազերի ոլորտում ամենաբարձր էր անհամապատասխանության ցուցանիշը, այսինքն 67 ստուգումից 37-ում չէր համապատասխանում ու 55.2% խախտում են արձանագրել։ Մեքենաատերերի բողոքը թե որոշ տեղերում հաջողացնում են բալոնի ծավալից շատ վառելիք տեղավորել։ Ավտոն նույն գումարի գազով ավելի քիչ են քշում, պարզվում է թեր լիցքավորումից բացի այլ պատճառ ունի։ Կարևոր է, թե հեղուկ ինչ գազ են վաճառում տվյալ կետում։ Այն երկրում երկու տիպի է՝ սովորական կոմունալ կենցաղային և տրանսպորտի համար նախատեսված ավտոմոբիլային, ինչի մասին նշումը պետք է գրված լինի բաշխիչ աշտարակի վրա։ Ուշադիր եղեք, որ ֆինանսապես չտուժեք, մարդկանց հորդորում է Կոտոլյանը։ Չի բացառվում և չի արգելվում կոմունալ կենցաղային գազը նաև լիցքավորել ավտոմեքենայի մեջ, բայց արդյունքում քանի որ կոմունալ կենցաղային գազի որակական ցուցանիշները ավելի ցածր են, մենք կստանանք, որ նույն քանակությամբ լիցքավորելու դեպքում վարորդը ավելի քիչ կիլոմետր կվարի։ Ինչ վերաբերում է բենզինին, տեսչությունը տնտեսվարողներին պարտադրում է չափիչ տարաներ ունենալ իրենց մոտ։ Որքան հաճախ են վարորդները դրանից օգտվում, հայտնի չէ։ Վառելիքի որակի մասով ըստ շուկայի վերահսկիչների խախտումները խիստ մտահոգիչներից չեն։ Դիզելային վառելիքի մեջ հայտնաբերվել է ծծումբի թույլատրելի քանակի շեղումներ, այսինքն ավելի բարձր է եղել, բենզինի ոլորտում հիմնական ցուցանիշները եղել են, որ ենթադրենք ավելի թեթև բենզին է եղել, որ պետք է լինի, որը որ կարելի է ասել շատ քիչ է շեղվել թույլատրելի սահմանից։ Ադրբեջանից ներկրված բենզինի որակից ինչ կասեք խոսվեց դրա մեջ կապարի առկայության մասին հարցին տեսչությունից պարզաբանում են։ Ստուգումներն իրենք իրականացնում են լցակայաններում, երբևէ չճշտելով վաճառվող վառելիքը որ երկրից է բերված։ Բենզինը այն ապրանքներից է, որի դեպքում Հայաստանը կրկնակի ստուգման դաբլ չեքի մեխանիզմ ունի։ Իրենք ստուգում են երկիր մտնելիս չափագիտական մարմնի կողմից արդեն իսկ ստուգված բեռը։ Ադրբեջանից ներմուծված բենզինի վերաբերյալ ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը մինչև Հայաստանի Հանրապետություն ներմուծվելը, այսինքն մինչև սահմանի հատումը փորձաքննություն իրականացրել է ու տվել է դրական եզրակացություն, այսինքն համապատասխանել է տվյալ վառելիքը ԵԱՏՄ տեղ կանոնակարգի բոլոր պահանջներին։ Վառելիքի և մյուս ոլորտներում ընդհանուր վերցրած շուկայի տեսչությունն անցած տարի 1636 ստուգաթերթ է բացել, նորմայից շեղումներ հայտնաբերել մոտ 70% դեպքերում, նշանակվել է 418 միլիոնից քիչ ավելի տուգանք, մինչև այս պահը գանձվել է 220 միլիոն դրամը։ Իդեպ լաբորատոր կարողությունների հզորացման շնորհիվ շուկայի տեսուչներն արդեն ստուգած խախտումներով ապրանքը ոչնչացնում են։ Նախորդ տարի առաջին անգամ փորձաքննած խաղալիքներ են ոչնչացրել։ Հերմինե Բաղդասարյան, լուրեր։